Բարև ձեզ։ Կուզենայի փոքր ինչ շեղվել Գուսան Հավասու երգերից եւ ձեզ պատմել մի դեպք, որը կատարվել է իմ կյանքում։ 20-րդ դարվա վերջին տարիներն էին, 1990-ական թվականները, ավելի կոնկրետ 1992 թվականը։ Հայաստանում ծանր իրավիճակ էր, հովհարային անջատումներ, Ղարաբաղյան շարժում, միջազգային պատերազմ, պակասության տարիները, ուտելիքի պակաս եւ այլն։ Առողջական խնդիրների պատճառով ես պարկած էի Երևանի Հանրապետական հիվանդանոցում։ Պատահական հանդիպեցի շնորհաշատ երաժիշտ, եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դուդուկահար Արարատ Պետրոսյանը։ Մոտիկացա Արարատին ու ասեցի. «Դուք Արարատն եք»։ Նա թե այո, ասում եմ, հիշում եք 1989 թվականն էր, երբ Վայլա Սամվելյանի հետ ոտք դրեցի ձեր փորձասենյակը։ Ասավ, ինչու՞ չէ, դուք կարծեմ շուտ եկաք, որ չխանգարեք շնորհաշատ երգչուհի Օֆելիա Համբարձումյանին։ Մենք զրուցեցինք լավից վատից, քչից շատից, խոսացինք անսամբլի մասնակիցների հետ, ովքեր արտասահման գնացին, ովքեր մնացին, ովքեր ներկա էին, ովքեր մահացան եւ այլն։ Ես խոսք գցեցի, ասեցի, Արարատ ջան, ինձ ունեմ մի փոքր աուդիո կասետա, մագնիտոֆոնի կասետա, եթե կարող ես, տար թող ինձ լսեն։ Ստեղ մեր անսամբլի ելույթներն է, առաջին համարով ժողովրդիկային իմաստն է, այսօրվապես հիշում եմ, Վաղարշակ Կոտոյանի ձկնորսների պարն էի նվագում։ Երկրորդ, երրորդ համարներով իմ ելույթն է, տար թող լսեն։ Նա թե կտանեմ միջայլոց ես Հովհաննես Բադալյանի հետ մի նոր պրոյեկտի վրա ենք աշխատում, անսամբլը պետք է նվագակցի, Հովհաննես Բադալյանը պետք է երգի եւ ես էլ Հովհաննես Բադալյանին պետք է նվագակցեմ։ Եվ կակրաստակի առիթ կլինի այդ կասետան առաջարկելու Հովհաննեսին, որ ինքը լսի։ Ուրախացա։ Ասավ, դե նվեր ջան, մի քանի օրից, բուկվալնի 3 օրից ես կգամ, կասեմ պատասխանը։ 3 օրից հետո եկավ, ասավ, նվեր ջան, Հովհաննես Բադալյանը լսեց, ասավ, լավ է, բայց պատանուն ասա, թող մի քիչ սպասիր, լավ գիտես ինչ վիճակներ են, ոչ միայն մեր անսամբլն է ճգնաժամ ապրում, այլ նաև ամբողջ Հայաստանը։ Ինչու ես իմ այդ ելույթը սկսեցի այդ ճգնաժամից։ Եթե կարող է թող նա մի քիչ սպասի, հետո մենք իրեն կհրավիրենք։ Այդպես էլ ես սպասում եմ արդեն 27 տարի։ Սպասում եմ, սաղ կյանքը սպասել եմ, հավատացեք, բայց ոչ մի բանի չեմ հասել։ Կակրաստակի այդ կասետաների մեջ ձայնագրված իմ ելույթները, որ ասեցի երկու երգ եմ ձայնագրել, դա Գուսան Հավասու Գառնան ծաղիկ է, մեկ էլ հայկական ժողովրդական երգերի շարան, Ալայգազը եւ Անցապատի Օլոր երգերը։ Միջայլոց ասեմ, որ Արարատ Պետրոսյանը ծննդով Ղափանցի է եւ ճիշտ այդ նույն անսամբլում նվագակցում էր իր քույրը շնորհաշատ կանոնահարուհի Մարինե Պետրոսյանը։ Ցավոք վերջերս իմացա, որ Արարատ Պետրոսյանը մահացավ, արդեն 5 տարի է, եթե չեմ սխալվում, անբուժելի շաքարախտ հիվանդությամբ։ Վատ տարա այդ մահվան լուրը, Արարատը դեռ ջահել էր, կապրեր,
Ցավում եմ, քանի որ ճիշտ նույն հիվանդությամբ էլ տառապում եմ նաև ես։ Քանի տեղ ման եկա, քանի դուր թակեցի, քանիսի խնդրեցի, ինչ ջանքեր ներդրեցի, ման եկա, որ համույթ գտնեմ, հրավիրեն, երգեմ, առանց երգի չեմ կարում։ Գիշերն էլ ասեն հելի երգի, կհելնեմ կերգեմ։ Եթե մի օր ես չերգամ, ուրեմն ես հիվանդ եմ։ Սիրելիներս, կանգ մի առեք, ցույց տվեք ձեր շնորհքը։ Երգում եք, գրում եք, բարում եք, մի համաչեք, առաջ անցեք։ Ցույց տվեք, թե ինչի եք դուք ընդունակ։ Հիմիկվա ժամանակները մեր ժամանակները չէին։ Մեր ժամանակներին թույլ չէին տալիս երիտասարդներին առաջ գնալու։ Մեր կաղնիները, մեր առաքյալները, մեր հայ աշխողական գուսանական երկարվեստի տաղանդները թույլ չէին տալիս։ Նրանց ժամանակներ, նրանց փառքի ժամանակներ, նրանց երգելու ժամանակներ։ Իսկ այժմ խնդրեմ, օգտվելով առիթի շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ ժողովրդական երգիչ պրոյեկտի կազմակերպիչներին, որ կազմակերպեցին նորանուն անուններ, նոր երգիչ երգչուհիներ։ Ինչքան եմ ուրախանում, որ նման տաղանդներ ունի հայ ժողովուրդը։ Եթե այդ ժամանակները այն ժամանակ լինեին, մենք էլ կդասվեինք այդ երգիչների շարքին։ Ափսոսում եմ, օրերս անցան, տարիներս էլ հետը։ Մինչև հիմի սպասում եմ, բայց ոչ ոք ձեն չի հանում։ Ինչու եմ այդքան բաները պատմում, այդքան բաները ասում։ Սիրելի բարեկամներ, կանգ մի առեք, առաջ գնացեք, ցույց տվեք ձերով լինելը։ Մեզ բախտ չվիճակվեց, թող ձեզ բախտ վիճակվի։ Բոլորի ցանկանում եմ հաջողություն, բոլորի ցանկանում եմ առողջություն, հաջողություն եւ շոու բիզնեսում ամենայն բարիք։ Կարող եմ միայն ավելացնել, որ այն մարդիկ, ովքեր չթողեցին, որպեսզի մենք առանց գնայինք, քանի որ այնքան պատմություններ գիտեմ, այնքան պատմություններ, որ քանիսին մերժեցին, 1000-ից մեկ կարող էր ոտք դնել Արամ Էրանգոլյանի ժողովրդիկային անսամբլը։ Խոսքեր չեմ գտնում ասելու, հավատացեք։ Վիրավորված եմ մինչև հիմա։ Վիրավորված, որ երգելու շնորհը ունեի, կարող էի ինձ ցույց տալ, կարող էի մշակել ձենս, կարող էի առաջ գնալ, բայց չլսվեցի, գիտեք, ամենացավալին այն է, որ ուզում ես, բայց հնարավորություն չեն տալիս։ Բայց ես ինքս ինձ ստեղծեցի այդ հնարավորությունը։ Ետ անվանի երգիչ երգչուհիների ելույթներով, երգելով, ես ինքս եմ երգում, որ ցույց տամ ինչի եմ ընդունակ։ Թող վատ երգեմ, ես երգում եմ իմ համար։ Եմ երգում եմ իմ հոգու հանգստության համար։ Միգուցե ինչ որտեղ, ինչ որ մեկի կողմից լսվեմ, տարիքս էլ գնում է, էլ ասենք 12 տարեկան չեմ, 15 տարեկան չեմ, 20 տարեկան չեմ, 30 չեմ, 40 տարեկան չեմ, փառք Աստծո 46 տարեկանս է գնում։ Սակայն ուշ չէ, 2-3 ամիս փորձեմ, երգեմ,
ինձ աջակցեն, նվագակցեն, ես կարող եմ եթեր դուրս գալ, կարող եմ համերգներով հանդես գալ տարբեր տեղեր, այդ է իմ մասնագիտությունն է, այդ է իմ ցանկությունը, իմ երազանքը, լինել երգիչ, երգիչ եղա, բայց այդ ուրախությունը կարճ տևեց, փառք Աստծու 85 թվականից մինչև 97 թիվը երգեցի, համերգներով հանդես եկա Հայաստանի տարբեր շրջաններում, գյուղերում, շրջկենտրոններում, քաղաքներում, Ղափանի տարբեր հիմնարկ ձեռնարկություններում, գյուղերում, բանվորական ավաններում, սկսած Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան, Արարատ, Արտաշատ, Վեդի, Նորհաճ, Աբովյան, բոլոր տեղեր, հավատացեք, բայց այդ ամենը կարճ եղավ, ընդամենը 12 տարի, սիրելի հայրենակիցներ, երևի կհասկանաք ինձ, երևի կհավատաք ինձ, որ դա ոչ թե հենց այնպես պատմություն է, այլ դա իրական պատմություններ են եղել, որ ես ուզում եմ պատմեմ, ձեզ ասեմ, քաջալերեմ, որ կանք չառնեք, առաջ գնաք։ Ես խոստանում եմ ավելի կատարելագործել իմ երգեցողությունը, չնայած չկա ստուդիա, որտեղ որակավորեմ իմ կատարումները, ինձ չեն ձայնակցում, նվագակցում, ինչ-որ մի համույթ, ինչ-որ մի կոլեկտիվ, որ կարողանամ նրանց հետ, որ նրանք իմ ձայնին համակերպվեն, այլ ոչ ես անսամբլին, չնայած ես էլ պետք է հարմարեցնեմ իմ ձայնի կատարումը ժողովրդիկային մասին, առանց այն չի, և ինչպես ասում եմ, մեկ ձեռքը ծափ չի տալիս, ծափ է տալիս երկու ձեռքը, դրա համար այսօր իմ վիճակը առայժմ այդպիսին է, ես բավարարվում եմ մեր շնորհաշատ երգիչ երգչուհիների կատարումներով, լավ եղեք սիրելիներս, հետևեցեք իմ երգեցողությանը, ինչքան կենդանի լինեմ, ինչքան իմ առողջությունս թույլ տա, երգելու եմ, հաջողություն։